Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Շատ լավ, կհասցնեք ընդմիջել Ժողովուրդ ջան, սիրելի երևանցիներ, հարգելի գործընկերներ, գիտեք, երբ որ մենք ժամանակին ասում էինք 2023 թվականի նախընտրական շրջանում ասում էինք ասեք կանենք, դա ուղղակի խոստում չէր, այլ հստակ աշխատանքային ծրագիր։ Եվ 2024 թվականին այդ աշխատանքային ծրագրի մի կարևոր հատվածը մենք արդեն իսկ իրականացրել ենք։ Բայց ես ուզում եմ այնուամենայնիվ այսօր խոսել, քանի որ մեր գործընկերները այստեղ շատ հաճախ բուռն ելույթներով հանդես են գալիս, թե ինչ ենք ունեցել եւ դեպի ուր ենք շարժվում։ Մենք ունեցել ենք մի քաղաք ընդհանուր առմամբ նկարագրեմ, որը որ մայթերը զավթված են, այգիները բաժանված են տարբեր անհատների եւ ընկերությունների միջև, տարբեր հետաքրքրությունների ունեցող մարդիկ տարբեր հատվածներում իրենց գործունեությունն են ծավալել եւ ընդհանուր առմամբ ասենց բիզնես տրամաբանությամբ քաղաք ենք ունեցել։ Ինչ ենք մենք արել շարունակաբար։ Մենք մաքրել ենք այգիները, բացահայտել ենք բակային տարածքները, սարքել ենք 124 բակ, սարքել ենք վերջին տարվա ընթացքում 7 այգի, դրան գումարած նաև Մերգելյանի այգին։ Շարունակաբար ազատել ենք մայթերը կրպակներից եւ այսպես շարունակ, բայց ամենատարօրինակը ինձ համար այն է։ Եվ ամենամեծ սխալը կարծում եմ մեր կայանում է նրանում, որ 2018 թվականից հետո մի մեծ ծավալի, այսպես ասած, նախկին 30 տարիների ընթացքում գեներացված սև փողեր որևէ կերպ տենց մեծածավալ արձագանք եւ պատասխան չի ունեցել եւ հիմա այդ սև փողերը ուղղվում են տարբեր լրատվամիջոցների, ուղղվում են տարատեսակ բլոգերների, ուղղվում են քաղաքական ուժերի եւ այդ քաղաքական ուժերը, որոնք որ հիմա ասեն սպիտակ մորթին հակած, ասում են, վայ, մենք ոչ մեկի հետ կապ չունենք, մենք նախկին իշխանությունների հետ կապ չունենք, մեզ այսօր ասում են, գիտեք, այն բանի 4-րդ կարգի վթարային բնակարանների հարցը դուք խոստում եք տվել եւ չեք լուծել։ Այ կներեք, եկեք ես ձեզ հիշացնեմ Հյուսիսային պողոտայում ոնց էին մարդկանց բռնի տնից հանում շպրտում դուրս, որ հիմա եվրոպական դատարաններով անցած այդ բոլոր գործերով Հայաստանի Հանրապետությունը վճարում է այդ մարդկանց։ Դուք նրա հետ կապ չունեք, չէ՞։ Դուք կապ չունեք նրա հետ, որ շարունակաբար տարբեր էս հիմա որ բոլոր այգիները ցենց կյանքի գնով, քրտինքի արյան գնով, ջարդելով, փշրելով այդ հին սրճարաններն ու կրպակները, դուք դրա հետ կապ չունեք իհարկե, դուք կապ ունեք նրա հետ, որ այստեղ գաք ու վատաբանեք ու ելույթ ունենաք նրա մասին, որ 2024 թվականին Երևանի քաղաքապետարանը ամենամեծ ծավալի աշխատանքն է արել, 505 վերելակ է փոխել այս քաղաքում, 50 կիլոմետր միջին նորոգման աշխատանքներ է արել, տասնյակ մանկապարտեզներ է հիմնանորոգել, միայն այս 13 միլիարդ դրամից մեր բյուջեի 40 միլիարդը 100 միլիոն դոլարը ծախսվել է կրթության վրա, 100 միլիոն դոլարը ծախսվել է կրթության վրա, մանկապարտեզների երեխաների սնունդը բարելավելու, մանկապարտեզները հիմնանորոգելու, մանկապարտեզների բակերը դուք սենց բան եք տեսել 30 տարվա ընթացքում, ոչ, դուք սենց բան չեք տեսել, դուք տեսել եք եւ ուրիշ բանի եք սովոր, դուք սովոր եք, որ քաղաքը պետք է բաժան արվի, ամեն մեկը իր հետաքրքրությունների չափն ու բաժինն ունենա, ամեն մեկն իր քյարն ունենա, այ դրան եք դուք սովոր, դուք դա եք ուզում, դուք դրան եք ձգտում, դուք ձեր արշինով եք չափում մեզ, հասկանում եք մեզ, դուք ձեր տեսակով ու ձեր տրամաբանությամբ եք մեզ չափում, այդտեղ է խնդիրը այդտեղ է, սիրելի երևանցիներ, ես գիտեմ, ես Ժողովուրդ ջան մի ընդհատեք, ես գիտեմ, որ դուք տեսնում եք այն փոփոխությունները, որոնք որ տեղի են ունենում Երևան քաղաքում եւ ես ուզում եմ դուք իմանաք, որ մենք ամեն օր քրտնաջան աշխատում ենք, որպեսզի այդ փոփոխությունները օր-օրի ավելի շատ լինեն, որակական լինեն, որովհետեւ Երևանը մեր տունն է, մեր անցյալն ու ապագան։ Եվ մենք կառուցում ենք, վերականգնում եւ զարգացնում ենք մեր քաղաքը։ Մենք ներդնում ենք ռեսուրսները ոչ թե սեփական գրպանները լցնելու, ինչպես նախկինում էր արվում, եւ այդ տրամաբանությունը եղել է եւ ոնց բացատրեմ, այս մեր գործընկերները ինչքան էլ փորձեն իրենց տարանջատեն բոլոր նախկին իշխանություններից, դա ուղղակի անհնար է։ Մարդիկ այդքան կներեք, բայց փափախով քուրդ չեն։ Եվ մենք
Հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, մենք շարունակելու ենք հիմնանորոգել մանկապարտեզները, որովհետև մեր երեխաները արժանի են ամենալավ միջավայրում մեծանալու։ Մենք շարունակելու ենք կառուցել բակերը, որովհետև մեր երեխաները արժանի են բակերում ֆուտբոլ խաղալու։ Եվ այո, ով գիտի մի 10 տարի հետո մեր մոտ ֆուտբոլում էական զարգացումներ կլինեն այս ծրագրերի արդյունքում։ Եվ այո, կասկադը կկառուցվի, մետրոն կկառուցվի, սիրելի երևանցիներ, մեր բոլոր խոստումներին էլ մենք տեր ենք։ Եվ նախկին իշխանության ներկայացուցիչները մեզ դրա համար պետք չեն։ Շնորհակալ եմ։ Այդ Մարությանի ամագնել ընդունել Այդ Մարությանի ամագնել ընդունել Ես պարոն Թորոսյան, դուք ես հասկանում եմ, այս ձեզ չէր վերաբերվում։ Պարոն Թորոսյան, սա ձեզ չէր վերաբերվում, սա ձեզ չէր վերաբերվում։ Ձեր վրա պետք չվերցնեք։ Շնորհակալություն, քվեարկություն։ Շնորհակալություն, նախագիծն ընդունվել է 1 ժամ ընդմիջում։